Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Բագրատյան, տեղի ունեցած հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Դուք ո՞նց եք գնահատում, ինչ մեսիջներ ստացանք։ Արդյունավետ հանդիպում էր, անհրաժեշտություն էր հանդիպում, որովհետեւ ներքաղաքական process-ները այլևս սկսված են եւ բնականաբար ինչպես նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահը, որոշակի մեսիջներ կար ուղղված հայ հանրությանն, նաեւ մեր քաղաքական իշխանությանը, մասնավորապես արտահայտվեց այն միտքը, որ պրոռուսական ուժերը եւ քաղաքական գործիչները ճիշտ կլինի, որ մասնակցեն Հայաստանի ներքաղաքական process-ներին, նաեւ առաջիկայում ազգային ժողովի ընտրություններին։ Եվ բնականաբար հստակ պատասխան հնչեց, որ դա հնարավոր չի, որովհետև մեր սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրի քաղաքացիներին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել պատգամավորության թեկնածու, վարչապետի թեկնածու, այսինքն տրված չի նման հնարավորություն եւ դրանից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սա այն մեսիջներ մեր կողմից, այլ Ռուսաստանի Դաշնությանը, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է եւ բնականաբար ներքաղաքական process-ները լինեն, արտաքին քաղաքական process-ները ինքնիշխանության եւ նաեւ կարող եմ վստահել սուվերեն պետության դիրքերից ենք մենք այլևս արտահայտում մեր մոտեցումները, մեր ժողովրդի կարծիքը, մեր ժողովրդի ընտրած իշխանության միջոցով եւ սա լավագույն մեսիջներ, փոխադարձ մեսիջներ, երբ որ որևէ երկրի ղեկավարություն կփորձի Հայաստանի ներքաղաքական process-ներին մասնակցել, մենք պետք է իհարկե մտածության ենք սահմանադրությունը, որը արգելում է նման հնարավորություն։ Բայց դուք նման հնարավորություն եք տեսնում այդ ուղերձներում, որ փորձ է արվում մեր ներքին ընտրություններին կամ ներքին գործընթացներին մասնակցել։ Երբ որ նման հայտարարություն, այսինքն այդ կոնտեքստում եք դուք գնահատում։ Ես գնահատում եմ հետևյալ կոնտեքստում, որ կան ուժեր ներքաղաքական հարաբերությունում, որոնք չեն թաքցնում իրենց պրոռուսական լինելը եւ նրանց մեսիջի պատասխան, նրանց մեսիջը կարծես փոխանցվեց մեր իշխանությանը Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով։ Եվ պատասխանը ուղղված էր հենց այդ ուժերին, որ եթե դուք ուզում եք մասնակցել, պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը միայն պահեք, մյուս երկրների քաղաքացիությունից զրկվեք, հրաժարվեք։ Այլապես չեք կարող մասնակցել։ Պուտինի այս հայտարարությունը ավելի շատ վնասեց, թե օգնեց հենց այդ նույն ընդդիմադիր ուժերին, ովքեր ունեն ձեր ասելով ռուսական կողմնորոշում։ Առնվազն քաղաքական պատասխանատվության խնդիր դրվեց, որ եթե իսկապես դուք վստահ եք եւ հատկապես եթե հայտարարում եք, որ այլևս չէ, ուժեր կան, որ հայտարարում են, որ իրենք այլևս հաղթել են ընտրությունները, նույնիսկ արդեն հռչակում են իրենց վարչապետի թեկնածուի անունը, հասկանան, որ դա հնարավոր չի։ Իսկ եթե իրենք գտնեն, որ այդքան վստահ են, որ այո, պետք է ընտրություններում իրենք հաջողեն, որ կարող են հենց հիմիկվանից հրաժարվեն այդ քաղաքացիությունից։ Մյուս երկրների քաղաքացիությունից հրաժարվեն, դրանով իսկ նաև ապացուցել, որ իրենք այդքան վստահ են, որ հաղթելու են ընտրություններում։ Չէ, իրենք ինչ են ասում, ասում են ընտրություններից հետո նոր կառավարություն կձևավորի, սահմանադրություն կփոխենք եւ այդ ժամանակ իրենց վարչապետի թեկնածուն կհրաժարվի մյուս երկու երկրների քաղաքացիությունից։ Ես էլ ասում եմ, եթե վստահ եք, որ եւ հայտարարում եք, որ արդեն հաղթել եք, հիմա հրաժարվեք քաղաքացիությունից, որ ավելի արժանահավատ լինի եւ նաեւ նման հարցեր մեկ այլ երկրի ղեկավար չհասցեագրի մեզ։ Այլ այդ պատասխանի կարիքներ չլինի, որովհետեւ եթե դու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, կարող ես մասնակցել ընտրություններին եւ պատգամավորության թեկնածու լինել։ Եվ նաև հաշվի առնելով որոշակի առումով հանրային տրամադրությունները շատ հաճախ քաղաքական գործիչները կամ փորձագետներն ասում են, որ հակառուսական տրամադրություններ մեր հասարակության ինչ-ինչ հատվածներում կա եւ նաև այս մեսիջը, որը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի կողմից հանրային տրամադրությունների տեսանկյունից, այսինքն պարզվելու տեսանկյունից, որ այս կամ այն քաղաքական ուժը ուղիղ ռուսամետ կարելի է որակել կամ այդ ուղղվածության է։ Սա տրամադրություններ կփոխի ընտրությունների ժամանակ, թե ոչ։ Մարդիկ հասկանան, որ սա ավելի շատ ռուսական թևի պաշտպանող ուժ է եւ ըստ այդմ որոշեն տալիս են ձայնը այդ կուսակցությանը կամ կուսակցություններին կամ չեն տալիս։ Մեր ժողովրդի մեջ կան տրամադրություններ
եւ նաեւ որոշակի պրոռուսական հարաբերություններ, որոշակի դիրքորոշումներ եւ արևմտյան արժեքների կրող հանրության որոշակի շերտ ունենք։ Ընտրությունը բնականաբար ոչ միայն արժեհամակարգային է, այլ նաեւ արտաքին որոշակի շեշտադրումներ ունի եւ ասենք այդ հաշվով արժեհամակարգ հենց հենվում է արտաքին կողմնորոշման վրա, այսինքն մենք ունենք արևմտյան արժեքներ կրող քաղաքացիներ, հանրային սեկտորում բավականին մեծ եւ ունենք նաեւ կոնկրետ ռուսական, պրոռուսական որոշակի հատված, բնականաբար ընտրության ժամանակ նաեւ կարտահայտվի այն թիվը, որ մենք տեսնում ենք կամ առնվազն անհանգստացնում է որոշակի շրջանակների, որոնք փորձում են նաեւ մեր քաղաքական իշխանության վրա որոշակի ազդեցություն ունենալ, իրենց տեղը ավելի ազատ գործելու իմաստով, բայց մեր սահմանադրությունը հստակ գրված է եւ մենք չենք շահվելու սահմանադրությունից։ Պարոն Բագրատյան, Վլադիմիր Պուտինը հայտարարություն արեց, հիշեցնելով, որ անհամատեղելի են ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը, որպես տնտեսական կառույցներ այս դեպքում, վարչապետը բնականաբար հիշեցրեց, որ մենք դա հասկանում ենք եւ երբ որ գա ժամանակը մեր քաղաքացիները իրենց ընտրությունը կկատարեն, քանի դեռ համատեղելի է այս երկուսը, մենք դա շարունակում ենք այդ ճանապարհով տանել։ Ինչու է արվում այս հիշատակումը եւ ինչ ուղերձ է դա իր մեջ պարունակում։ Սա մեկ դրվագով եւ արդյոք ժամանակն է իսկապես, որ Հայաստանը կատարի այդ ընտրությունը, այստեղ թե այնտեղ։ Մենք հայտարարել ենք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մենք մեր արտաքին հարաբերություններում որևէ ուժային կենտրոն չենք գերադասելու։ Մենք փորձելու ենք հարաբերությունները կառուցել այնպես, որ մեր երկրի շահերից բխող որևէ պարտավորություն չունենանք, մասնավորապես եթե հիմա դիտարկում ենք, ասենք Իրանը գտնվելով որոշակի Իսրայելի հակամարտության մեջ, որտեղ նաև որոշակի միջամտություն կա Միացյալ Նահանգների կողմից, մենք պահում ենք մեր չեզոքությունը, մեր հարևանի հետ որպես հարևան պահում ենք նաև այն գործընկերային հարաբերությունները, որ տարիներով ձևավորվել են եւ որևէ խնդիր չի առաջանում։ Այսինքն սա բալանսավորված քաղաքականության փոքրիկ դրվագ է եւ ինքը որևէ կերպ մեր արժեվ որևէ մեկը նման հրամայական մեսիջ չպետք է դնի, չպետք է թույլ տա դնի, որովհետեւ մեր արտաքին քաղաքականության մեջ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք եւ արևմուտքի հետ եւ արևելքի հետ եւ հյուսի եւ հարավի հետ, այսինքն մենք կողմ ենք, որպեսզի որևէ մեկը չփորձի իրեն արտոնյալ համարել մեր պետական արժեքների նկատմամբ։ Մեր ազգային պետական շահը բարձրագույն արժեք է մեր համար եւ մենք շփվելու ենք այդ շահի դիրքերից։ Եվ բայց մեր տնտեսական կապերը շատ խորն են Ռուսաստանի հետ։ Տնտեսական կապերը ինչով են խանգարում, օրինակ աշխարհի որևէ երկիր, ասենք Չինաստանը եւ Եվրոպան տնտեսական կապեր ունեն։ Ում է խանգարում այդ տնտեսական կապերը։ Երկուստեք փոխշահավետ է։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ մեր փոխհարաբերությունները տնտեսական փոխշահավետ են, ինչու՞մն է խնդիրը։ Բայց արդյոք այս հայտարարությունները ցույց են տալիս, որ հենց այդ կերպ են իրենք ընկալում եւ այդպես են գտնում, որ փոխշահավետ է։ Չէ՞ որ հիշեցնեմ Օվերչուկն էլ նախորդ հարցազրույցներից մեկում ասում էր, որ Հայաստանը մոտեցել է այնպիսի մի կետի, որտեղ Ռուսաստանը կարող է վերանայել տնտեսական հարաբերությունները։ Սա արդյոք նշանակում է, որ իրենք լավ էլ հասկանում են, որ փոխգործակցությունը տնտեսական այդքան շահավետ է երկու կողմի համար։ Չեմ կարծում, որ Օվերչուկը ճիշտ է արտահայտում պետության կարծիքը, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը հիմա պաշտոնյան չէ ամեն դեպքում, բայց Ռուսաստանի Դաշնությունը հիմա այն վիճակում չի, որ վանի որևէ գործընկերոջ։ Այսօր մեծ աշխարհի խոշորագույն երկրները գիտեք, որ տնտեսական սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Արդյոք Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է եւս մի քանի գործընկերներ կորցնել այս ճանապարհով զուտ քաղաքական տեսանկյունից դիտարկելով, որ պետք է որևէ երկիր իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենա։ Բայց այս դեպքում մենք կկորցնենք թե իրենք, եթե վերանայումներ անեն տնտեսական։ Մեծ հաշվով որևէ սահմանափակումները ավելի մեծ չեն վերաբերելու ԵԱՏՄ-ում։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքականության արդյունքում այլընտրանք ունի բոլոր հնարավոր տարբերակներով։ Չկա մի տարբերակ, որ առաջվապես կախված լինենք որևէ երկրից եւ վերջ։ Պարոն Բագրատյան։ Ցանկացած այլընտրանքը ցույց տվեք ԵԱՏՄ-ի տոկոսներով, եթե Չէ, տոկոսներով ցույց տանք, ցանկացած ապրանքատեսակ ասեք, ես այլընտրանքը ցույց տամ։ Մենք հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը գազը էժան գնով է ձեռք բերում
եւ այլ կան երկրներ, որոնք շատ ավելի բարձր գնով են ձեռք բերում։ Շատ Այո, օրինակ եթե հիմա տնտեսական վերանայում անեն, հնարավոր է որ գազը մենք էլ չստանանք այդ ավելի մատչելի գնով, ստանանք Եվրոպայի գներով։ Չի լինի մի քանի երկրներ, չէ, մենք այլ ընտրանքներ ունենք, դա ի նկատի ունեմ, մենք եւ կարող ենք Թուրքմենիայից գազ գնել, եւ կարող ենք Իրանից գազ գնել, եւ կարող ենք, այսինքն այլ ընտրանքներ ունենք, որովհետեւ մենք այլևս պայմանագրով աշխատում ենք։ Եթե մի կողմը կհրաժարվի, մենք էլ կվերանայինք որոշակի հարաբերություններ։ Այդպես չի որ դա միակողմանի է եւ հսկայական գազը, որ սպառում է Հայաստանի Հանրապետությունը, որևէ երկրի համար դա լուրջ ծավալ է եւ ցանկացած երկիր շատ մեծ ցանկություն կունենա Հայաստանի հետ աշխատել, գազ մատակարարել Հայաստանին։ Այնպես որ մեր հետ պետք է խոսել բարեկամաբար, մեր հետ չի կարելի խոսել թելադրանքով։ Մենք այլևս մեր պետականություն դիվերսիֆիկացվում են նաև տնտեսական հարաբերությունները, այդ դեպքում կարելի է հիմա էլ օգտվել այդ հնարավորությունից, եթե կա էլեկտրոմենակացության մեջ։ Հիմա մենք հետեւյալն ասեմ, որ երկար ժամանակ աշխատել է մի համակարգ, ինքը միանգամից չի փոխվում։ Ժամանակի ընթացքում աստիճանաբար այդ փոփոխությունները տեղի են ունենալու ու նույնիսկ մեր կամքի ցանկով, որտեղ մասնավոր սեկտորը ինքը այսօր գնում է կամ մատակարարում է ապրանքը Ռուսաստանին, վաղը կմատակարարի Մոլդովային, մյուս օր Ռումինիային, մյուս օր Ճապոնիային, մյուս օրը Չինաստանին, այսինքն աշխարհը բաց է եւ այլևս այնպես չի, որ մենք կաշկանդված ենք, մենք գիտենք մեր խաղաղության գործընթացի վիճակը այնպեսին է, որ կար ժամանակ հետո մենք կունենանք կայուն երկարատև խաղաղություն եւ որևէ երկիր մեծ ցանկություն կունենա մեր հետ աշխատելու ցանկացած ապրանքատեսակով ցանկացած ծառայություն։ Բայց նույն եվրոպական շուկան արդյոք այսօր այդքան հասանելի է կամ հնարավորություն կա այդտեղ որ մեր արտադրողները հեշտությամբ ասիական շուկան հասանելի է, աֆրիկյան շուկան հասանելի է, պետք է աշխատել այնտեղ որտեղ հասանելի է։ Եվ որ կունենաս մրցակցային լավ ապրանքներ, այդ ժամանակ այո եվրոպական շուկայում կվաճառես։ Բայց այնպես չի որ աշխարհը սահմանափակվում է Եվրոպայով կամ միայն Ռուսաստանով կամ միայն Չինաստանով, աշխարհը մեծ է եւ մենք մեր գործարար համայնքը շատ ակտիվ է եւ շատ ճկուն է, իրենք միշտ շուկաներ գտնելու են։ Այնպես չի որ դա նորից եմ ասում, մենք այլևս այն վիճակում չենք, որ բոլոր սահմանները փակ էր եւ մենք ստիպված էինք որ այսինքն հստակեցնենք այսպես, ընտրություն այս պահին չկա, այսինքն հստակ կետ չկա, որ կամ պետք է այս քայլն անենք կամ այն քայլը ԵԱՏՄ-ում մնալ կամ դուրս գալ, բայց լինելու դեպքում հակազդման տարբերակներ մենք ունենք։ Լինելու դեպքում մենք այլ ընտրանքներ ունենք եւ բազմաթիվ։ Այլ հարց է որ կտրուկ քայլը որոշ ժամանակ խնդիր կառաջացնի, բայց ցանկացած խնդիր լուծելի է։ Օրինակ ինչ խնդիր կարող է այդ պարագայում։ Չասենք, եթե առավոտ շուտ, ասենք, գազը որոշ են այլևս չմատակարարել, մեզ ժամանակ պետք է լինի այլ երկրից գազ ներկրելու, որտեղ դրանք գիտեք, պայմանագրեր են, ժամանակատար քննարկումներ են եւ արդյունքում բոլոր պայմանագրերի կնքում են, բայց որևէ բան որևէ երկրով այլևս Հայաստանի Հանրապետության համար չկա մի երկիր, որը այլ ընտրանք չունի, բոլոր ծառայությունների ապրանքները այլ ընտրանք ունեն։ Եվ մեր գործարարները շատ արագ օգտվում են այդ այլ ընտրանքային հնարավորությունից, շատ ճկուն են աշխատում, խելացի են, պատրաստված են, այնպես որ պետք է շատերը երազեն հայ գործարարների հետ աշխատելու, որովհետև մեր գործարարները իսկապես այլևս հայտնի են միջազգային հարթակներ, որպես պարտաճանաչ լավ գրագետ աշխատող գործարարներ։ Պարոն Բագրատյան, մենք ներկա ապահի դրությամբ որքանով ենք կախված ԵԱՏՄ շուկայից տոկոսով կարող եք ասել։ Կախվածությունն եկեք չձևակերպենք, ինչ առևտուր ենք անում, հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 6.4 միլիարդ է։ Հա, բայց այդպես չի որ եթե օրինակ պայմանական ասած, եթե մեր տնտեսության տեսանկյունից դա դիտարկենք, որքան է դա։ Չի վաճառվելու Ռուսաստանում, կարող է վաճառել Ղազախստանում, կարող է վաճառել միջինասիական երկրներում ցանկացած, կարող է մերձավոր արևելքում վաճառել, այսինքն այլևս ես նկատում եմ, որ մանավանդ որ խաղաղության պայմանագրից հետո Թուրքիան էլ ճանապարհները բացելու դեպի Եվրոպա եւ դեպի մյուս մայրցամաքեր, մենք շատ ավելի հեշտ ենք աշխատելու եւ այս պայն քանի որ մենք երկար ժամանակ ԵԱՏՄ-ում ենք աշխատում, ձևավորված կապեր կան, իհարկե այդ կապերը այս պայն շատ լավ են աշխատում, բայց եթե ցանկանան, այսինքն ես ոնց եմ պատկերացնում, պետությունը պետք է իր տնտեսվարողներին հրավիրի, ասի այլևս հայ տնտեսվարողների հետ չաշխատեք։ Չէ, բայց այդ մաքսային միության մեջ կան պայմաններ, որ հատուկ պայմաններ են եւ այդ պայմանները կարող են չլինել, սահմանափակվել, դժվարություններ առաջանալ, արտոնյալ կարգավիճակները սահմանների հետ կապված նույն մաքսային կարող են չլինել։ Բոլոր հանձնառությունները ԵԱՏՄ շրջանակներում պահում է եւ դա նշանակում է, որ լավ առևտրային գործընկեր է, որը չի խանգարում, որ Հայաստանի Հանրապետությունը կապեր ունենա Միացյալ Նահանգների հետ, կապեր ունենա նաեւ եվրոպական երկրների հետ։
Եվ ոչ մի անգամ եվրոպական երկրները խնդիր չեն դնում, որ Ռուսաստանի հետ գործ չունեք։ Մեր արժեվ դրա խնդիր չեն դնում։ Մեր արժեվ խնդիր չեն դնում նույնիսկ որ էմբարգոյի ժամանակ, ասենք Իրանի հետ չեն արգել առևտուրանել, հաշվի առնելով որ Հայաստանը փոքր երկիր է եւ բավականին խնդիրներ ունի եւ թույլատրվել է Հայաստանին, որպեսզի իր տնտեսական գործունեությունը իրականացնի։ Այսինքն եթե աշխարհի հզորները այդ կարծիքը ունեն, որ Հայաստանը այնպեսի դիրք է, որ առնվազն որոշ ժամանակ պետք է չմասնակցի այդ արտաքին ճնշում զսպող մեխանիզմների կիրառմանը, ապա Ռուսաստանի Դաշնությունը առավել եւս պետք է նման խնդիր չդնի Հայաստանի հետ հարաբերություններում, որովհետեւ մեր հարաբերությունները այս բան որևէ ձևով մեր կողմից առնվազն չի խաթարվել։ Պարոն Բագրատյան, որքանով է պատրաստված Հայաստանը այն սցենարին, որ երբ ռուսական շուկայում հայկական բիզնեսի պայմանները վատթարանան, որևէ բան հնարավոր է անել։ Էլի վերջուկին պիտի մենք հիշենք, որ ասում է ռուսական բիզնեսի օրինակ սահմանափակումների դեպքում կարող է նաև փոխադարձության սկզբունքը գործել, հարվածելով նաև հայկական բիզնեսին Ռուսաստանում։ Նման սցենարի պարագայում, երբ դժվարություններ առաջանան, Եթե դժվարություններ առաջանան, դժվարությունները մեր կողմից չի լինելու է իրենց կողմից։ Եթե իրենց կողմից դժվարություններ կառաջանան, ես նշեցի, մենք այլոց այլընտրանքային ճանապարհներ կփնտրենք, կդիմենք մեր գործընկերներին, եվրոպական երկրներին, Միացյալ Նահանգներին կդիմենք, որ որոշ ժամանակ մեզ օգնեն այս խնդիրները հարթելու համար։ Եթե կլինի նման միակողմանի խնդիր, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման Եվ վստահ եմ, որ մեր մոտեցումներ եւ մեր ժողովրդավարական զարգացման ընթացքը արևմուտքին շատ կարեւոր է արևմուտքի համար եւ իրենք չեն թողի Հայաստանին մենակ իր խնդիրների հետ։ Բայց ամեն դեպքում կարծում եք խնդիրներ կարող են ցակել։ Չէ, եթե վաղ առավոտյան եթե դուք ամեն օր այդ խանութից հաց եք գնում, մեկ էլ այդ խանութը փակվում է, պետք է մտածեք, չէ՞, որտեղից նոր պայմանավորեք հաց գնելու։ Այդ հարաբերություն տնտեսական հարաբերությունները չեն ենթադրում որևէ մեկի կողմից շանտաժի լեզվով խոսել, որտեղ ի վերջո մենք գումար ունենք, մեր այդ գումարով ապրանք են գնում։ Ուզում ես վաճառի կգնենք, չես ուզում մեկ ուրիշի կվաճառի կգնենք։ Պատկերացրեցիք, այսինքն տնտեսությունը ինքը քաղաքական ճնշումների չենթարկվող ընթացք է։ Եվ պետք չի որևէ երկիր, եթե տնտեսությանը միջամտում է քաղաքական նպատակներով, ինքը խնդիր է ստեղծում իր համար։ Երկաթուղու մասով ձեր գնահատականը խնդրեմ հաշվի առնելով վերջին հայտարարությունները Մոսկվայի արձագանքը դրան։ Մենք ասում ենք, հարավ-կովկասյան երկաթուղը, եթե իր պարտականությունները չկատարեն, այսինքն մենք խնդիր ենք բերել, որպեսզի որոշակի աշխատանքներ կատարվեն։ Եթե ռուսական կողմը հրաժարվում է, այսինքն մենք մեր ազգային սեփականությունը կոնցեսիոն կառավարման ենք։ Բայց ինչի՞ց է հրաժարվում ռուսական կողմն, ասում է մենք ունենք լավ մասնագետներ, մենք կարող ենք որոշակի հատվածներ վերանորոգել, մանավանդ որ Հայաստանը միաժամանակ առաջ դիմել է դրա համար, որպեսզի ինչ-ինչ հատվածներ։ Մենք եթե իրենք անում են այն ինչ որ պետք է արվի, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, մենք միայն կողջունենք։ Մենք չկա տես խնդիր դրված, որ այդ կոնցեսիոն կառավարումից հրաժարվենք։ Մենք ասում ենք, եթե դուք չեք ցանկանում շարունակել, այսինքն պայմանագրում նշված է, որ պետք է այսքան ներդրումներ արվեն, պետք է այսքան աշխատանքներ կատարվեն։ Հիմա եթե դուք չեք ցանկանում կամ հարմար չի անել, մենք այդ դեպքում ասում ենք վերանայենք, հասկանանք ինչու՞ն է։ Ինչու է հայկական կողմը ասում, որ դա որոշակիորեն հակասում է Հայաստանի շահերի մրցակցայնության տեսանկյունից։ Չէ, հիմա տեսեք, մենք եթե թրիպը պետք է աշխատի, մենք ակտիվ երկաթուղու խնդիր ենք ունենալու։ Իսկ մեր երկաթուղին կոնցեսիոն կառավարմանը տված եւ ռուսական կողմը շատ մեծ ցանկություն առայժմ չի այտնում օգտվելու թրիպի հնարավորություններից։ Եթե իրենք ցանկանում են մասնակցել եւ այն կառույցները, որ կառուցապատման որոշակի աշխատանքներ կան, որ պետք է արվի, պատրաստ են արել, մենք որևէ խնդիր չունենք։ Մենք ասում ենք, եթե չեք ցանկանում, մենք այլընտրանքային հնարավորություն դիտարկենք, ընդհանրապես սրա մասին է։ Մենք երբեք մեր կողմից չենք ասել, մենք չենք ուզում ձեր հետ աշխատել։ Մենք ասում ենք, մենք պատրաստ ենք ձեր հետ աշխատելու, բայց աշխատանքներ պետք է իրականացվեն, ներդրումներ պետք է արվեն, որպեսզի հնարավոր լինի ծրագիրը ամբողջովին գործարկել։ Սրա մասին է խոսքը։ Իսկ Մոսկվայի արձագանքից ինչ եք հասկանում։ Մոսկվայի արձագանքը կարծես հստակ չի։ Իրենք համաձայն չեն ձեզ հետ, թե։ Չէ, այնպես չի, որ իրենք ասում են համաձայն չեն, իրենք ակնկալում են ավելի մեծ տնտեսական շահ։ Այսինքն մասնակցություն թրիպի ծրագրին, բայց թրիպի ծրագրի մասնակցությունը դա կոնցեսիոն կառավարում է եւ նաեւ Միացյալ Նահանգները, գիտեք, 74%-ի բաժնետերն է եւ ավելի շատ խոսք ունի այդ ծրագրի վերաբերյալ, քան Հայաստանի Հանրապետություն եւ պետք է այդ մասնակցության հետ կապված
իրենք ավելի շատ բանակցեն ամերիկյան կողմի հետ, քան հայկական կողմի հետ։ Հայկական կողմը իր մասով երկաթուղու գործարկման եւ մյուս հարցերով պատրաստ է գործակցության, բայց բուն ծրագրի իմաստով Միացյալ Նահանգներն է մեծ գումար է դնելու, գիտեք, $5 միլիարդ, հետո $4 միլիարդ եւ այդ ներդրումների հետ կապված բնականաբար որ երկիրը որ ցանկանա մասնակցել, որոշակի ներդրում պետք է անի։ Չէ, հնարավոր չի, որ մի երկիր ներդրում անի, մյուսները օգտվեն։ Ով ցանկանում է որ այդ ծրագրից մասնակից լինի, պետք է որոշակի ներդրում անի։ Մենք մեր տարածքը որոշակի տրամադրում ենք այդ գործընթացին, դրա դիմաց Միացյալ Նահանգները 9 միլիարդ գումար է դնում եւ հետո շարունակական պիտի ներդրում գումարի, բնականաբար եթե Վրաստանը ցանկանա կամ մյուս երկրները ցանկանան, իրենք ներդրում պետք է որոշակի անեն, որպեսզի ծրագրից կարողանան նաեւ օգտվել։ Դա կլինի օգտվել, թե ուղղակի մասնակից է լինել։ Մասնակից լինելը օգուտ ունենալու ակնկալիքով, բնականաբար դու չես մասնակցում ես քո երկրին տնտեսական օգուտներ ապահովելու։ Եվ այդ հնարավորությունը կա որոշակի ներդրումներ անելու, նույնը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, որ երկաթուղու վրա որոշակի ներդրումներ անենք, որպեսզի եւ Ռուսաստանը օգտվի եւ նաեւ Հայաստանի տնտեսության համար է կարեւոր, որ այս պահին Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ աշխատի։ Բայց այն որ դա ռուսական, այսպես վերահսկողության տակ է, այսինքն իրենց կառավարման տակ է, դա խնդիր չէ Հայաստանի համար, որևէ կերպ չի խանգարում։ Չի խանգարում։ Լավ, ամփոփելով զրույցը, հաշվի առնելով, որ գործող իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ասում են, որ ներկայում խաղաղությունը հաստատված է, եւ նաեւ տնտեսության վիճակագրության թվերն եք վերում դրական տեսանկյունից, հետաքրքիր է, իսկ ներդրումային միջավայրն ինչպիսին է, պարոն Բագրատյան, արդյոք այն խաղաղությունը, որը դուք հաստատել եք, հիմք հանդիսանում է, որպեսզի այստեղ ներդրումներ լինեն։ Եթե կան, դրանք խնդրում թվային։ Ինչ ներդրումներ են այս ընթացքում եղել եւ արտաքին ներդրողների համար որքանով է հիմա ձեր ասած խաղաղ Հայաստանը գրավիչ։ Մենք նախորդ 5 տարվա ընթացքում ակտիվ ենթակառուցվածքների զարգացման ենք զբաղվել։ Մենք ճանապարհներ ենք վերանորոգել, մենք կարողացել ենք հուսալի դարձնել տնտեսական մեր հարաբերությունների մեր գործընկերների հետ, ճանապարհների բացման գործընթացը սկսված է Ադրբեջանից արդեն երկաթուղով բեռներ են մտնում Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանի միջոցով, Վրաստանի միջոցով հիմա արդեն ծրագրել ենք առաջիկային, որ ուղիղ կարողանան Ադրբեջանից Հայաստան բեռներ մտնեն, Թուրքիան պատրաստ է արդեն որոշակի աշխատանքներ կատարված են, որպեսզի սահմանները բացվեն, այսինքն մենք ստեղծել ենք ինֆրաստրուկտուրան, հնարավորություն կոմունիկացիա, որպեսզի ենթակառուցվածքը, որպեսզի դուք որպես գործարար ներդրում անելուց ձեր համար առաջնահերթ է հասկանալ կան այդ կոմունիկացիաները, ճանապարհները, կան հարկային մաքսային օրենսդրությունները համապատասխանում են իրենց երկրի օրենսդրությանը։ Եվ այս ամեն ինչը անուն վերջացվեց, որպեսզի արդեն ներդրումներ ներգրավես։ Մենք այս բանը ներդրումներ ներգրավելու ընթացքի մեջ ենք։ Ներդրումներ ներգրավման համար կարևոր է նաև միջազգային կառույցների գնահատականները։ Գիտեք, որ մեր տնտեսական ազատության ինդեքսն է շատ բարձր, մենք վարկունակությունը շատ բարձր է եւ դրանք բոլոր միջազգային կառույցների կողմից գնահատված եւ այն վարկային ռեսուրսները, որ շատ երկրներ երազում են, որ նման վարկային ռեսուրսներ, որ Հայաստանի Հանրապետության առանց որևէ խնդրի վարկային ռեսուրսները հասանելի են։ Սրանք բոլորը հենց ներդրումային գործիքներ են եւ ներդրողի ամենակարևոր գործիքները դրանք է համարում։ Եվ ակնկալում ենք, որ առաջիկայում եւ հիմա ներդրումային ընկերությունների մենք օրենսդրական որոշակի այս հենց այս պայմանների ազգային ժողովում քննարկել ենք, ոսի ներդրումների պայմանների բարելավման համար մի քանի քայլ կա, օրենսդրական փոփոխություններ կան, որոնք պետք է առաջիկայում արագ անենք եւ վստահ եմ, որ ամերիկյան կապիտալը որ պետք է մտնի եւ նշեց նաեւ IT ոլորտի եւ արհեստական բանականության հետ կապված եւ ամենախոշոր համակարգչային կենտրոն տարածաշրջանային տեսակ որ Nvidia-ն պետք է միջազգային հզոր կառույցը իր կենտրոնը Հայաստանում կառուցի, սրանք սա գալիս են ասելու, որ մենք իսկապես ճիշտ ճանապարհ ենք։ Բայց դուք դեռ ապագայի մասին եք խոսում, այս պահեդրության որևէ բան չասաց։ Ասենք 500 միլիոն պետք է հենց առաջիկայում։ Իսկ պետք է առաջիկայում կառուցվի, այո, պետք է կենտրոններ ձևավորվի։ Ընթացքում մենք բոլոր տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ունեցել ենք։ Այս բան չէ, որ մենք ցանկանանք որևէ աշխատանք կատարել մեր ֆինանսական հնարավորությունները չներեն։ Եվ այդտեղ դրա շնորհիվ մենք կարողացանք բժշկական ապահովագրություն անել, որ հսկայական աշխատանք է, եւ կարողացանք նաեւ թոշակները որոշակի բարձրացնել եւ կարողացանք այս ենթակառուցվածքների կառուցել, այսինքն մենք նախապատրաստել ենք մեր տնտեսությունը, մեր հասարակությանը հաջորդ մակարդակին բարձրանալու։ Եվ առաջիկա ընտրություններից հայկական բիզնեսը, հայ բիզնեսմենները իրենց ապրանքը Ադրբեջանի տարածքով երրորդ երկիր կամ
կամ հենց Ադրբեջան արտահանելու հնարավորություն կամ ժամկետներ Լիարժեք ոնց եք ունեն պատկերացնում կա։ ցանկացած հենց այս բանն էլ հայկական ընկերությունները բանակցում են Ադրբեջանով հասկացնելու իրենց բեռները, բերել են, տանում են եւ շարունակական է լինելու, աստիճանաբար ընդլայնվելու է։ Ինչ արդյունքներ կան այդ բանակցություններից։ Բանակցություններից, որ եւ պատրաստականություն են հայտնում եւ վրացական կողմ եւ ադրբեջանական կողմը ակտիվ են եւ ապրանք են առաջարկում եւ փոխադարձ ապրանք են մերոնք Բայց երրորդ երկիր Ադրբեջանի տարածքով դեռ ոչինչ Ադրբեջան։ Ադրբեջանը ինքը իր ապրանքները հայկական ապրանքների պահանջարկը ուսումնասիրում է եւ համատեղ աշխատում են, որպեսզի ներկայացնի, որ մենք կարիք ունենք այս ապրանքատեսակներ, եթե հայկական ապրանքատեսակները բավարարում են այդ պահանջներին ու կարող են ազատ արտահանել։ Այս պահին քննարկում են դրանք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, կհանդիպենք։